Բարի երեկո Հայաստան, Ախշամանս խեյր Ադրբեջան, ի ակշամlar Թուրքիա, Good morning Ամերիկա, Bonjour Ֆրանսիա և Добрый вечер Սևեռնի Ցգան։ Այսօր եկել եմ անդրադառնալու սիրելի հետևորդներ, շատ եք ինձ գրում, ինչ կարծիք ունեմ 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ եկել եմ պատմեմ իմ կարծիքի մասին, հանձնեմ իմ կարծիքը ձեր դատին։ Նախ ցանկանում եմ անդրադառնալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, սրա անազգանունը ոնց չէր։ Վահագն Հովակիմյանին։ Քյաչալ Չաթլախ, արի դու ես թարավ։ Ես գիտեի, որ ընտրակեղծիքներ լինելու է ու գիտեի, որ ռուսական ուժերը փորձելու են կաշառել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ ես կամաց համոզվում եմ դրանում եւ հարգելի Քյաչալ, ես քեզ խոստանում եմ, որ քո մասին ամբողջ ինֆորմացիան, եթե դու շարունակես նույն կերպ կեղծել քվեների քանակությունը կհայտնվի համացանցում։ Ես դա քեզ խոստանում եմ ու ձեզնից յուրաքանչյուրը, ով այդ պաշտոններին նստած է, պետք է գիտենա, որ իմ ձեռքից մազապուրց չի լինելու։ Որևէ մեկը, եթե փորձ անի վնասի Հայաստանի Հանրապետությանը, վնասի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, իմ ձեռքից մազապուրց չի լինելու։ Որովհետև այն ինչի միջով անցել է այդ մարդը ու այն ինչի միջով անցել ենք մենք, ես թույլ չեմ տալու որևէ մեկին խաթարել այս ամեն ինչը ու իմ երկիրը սարքել ռուսական գուբերնիա։ Իսկ հիմա սիրելի հետևորդներ, սիրով ցանկանում եմ ընթերցել, թե ինչ է գրել, ուրեմն ընդամենը 22 ժամ առաջ Դանիել Իոնիսյանը, ում անձամբ եմ ճանաչում եւ բացառապես հարգանք ունեմ Իոնիսյանի հանդեպ։ Ինչ է գրել 22 ժամ առաջ։ Ուրեմն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզվում է, շաբաթներ առաջ գրություն է ուղարկում հակակոռուպցիոն կոմիտե, պահանջելով, որ ընտրակաշառքի մասին հաղորդագրություններում չնշվի ընտրակաշառքի շահառու կուսակցության անվանումը։ Պատկերացնում եք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուզում էր, որ հանրությունը չիմանա, թե որ ուժերի համար է ընտրակաշառք բաժանվում։ Բարեբախտաբար, ինչպես տեսնում ենք, հակակոռուպցիոնը շարունակել է նշել, թե որ ուժերն են բացահայտված ընտրակաշառքների շահառուները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ պետք է արմատապես փոխվի, կամ էլ դադարի գոյություն ունենալ։ Կազմակերպչական ֆունկցիաները լիքը ուրիշ մարմիններ կարան ավելի լավ անեն։ Սա գրել է Դանիել Իոնիսյանը, պարոն Իոնիսյան, իրականում ձեզ անչափ շնորհակալ եմ, հիմա անդրադառնամ այստեղ ամենակարևոր նախադասությանը։ Պատկերացնում եք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուզում էր, որ հանրությունը չիմանա, թե որ ուժերի համար է ընտրակաշառք բաժանվում։ Այ Քյաչալ Չաթլախ, քեզ ինչքան փող ա տվել Տաշիր Սաման, որ դու դուխ ես հավաքել, զանգ ես, ուրեմն հակակոռուպցիոն կոմիտե ու հրահանգես, որ անուններ չհանրայնացնեն։ Ես հրավիրում եմ դատախազության եւ հակակոռուպցիոնի ուշադրությունը այստեղ, որովհետեւ տեղի է ունեցել իրավական խախտում, որովհետեւ ժողովրդավար երկրում ամեն ինչ պետք է տեղի ունենա, բաց եւ թափանցիկ։ Քյաչալ, այ Քյաչալ Չաթլախ, քեզ ով է թույլ տվել դու զանգ տաս հակակոռուպցիոն կոմիտե ու նման հայտարարություն տարածես։ Ես Հայաստանում արդեն իմ երեխեքին հրահանգել եմ։ Քո մասին ողջ ինֆորմացիա փաթեթավորած տրամադրեն ինձ։ Ունի դայ բոգ, դու ունես ընդամենը 2 օր ժամանակ, որովհետև 2 օր հետո հաշվարկները վերջանալու են։ Նի դայ բոգ ԿՊ-ի ձայներից մի հատ պակասի։ Ես գիտեմ մոտավորապես դու քանի ձայն չես անցկացրել համակարգիչ ու քանի ձայն ես պակաս ԿՊ ձայներից ներկայացրել։ Քյաչալ Չաթլախ։ Հասկացանք իրար։ Դու ունես 2 օր ժամանակ քո քյաչալը փրկելու համար։ Հակառակ դեպքում քո անցյալ, ներկա, ապառնին կհայտնվի համացանցում։ Ես դա քեզ խոստանում եմ։ Եվ ես ցանկանում եմ մեկ անգամ եւս այս քյաչալ շան համար պարզաբանում մտցնեմ,
որ ես ընդհանրապես կուսակցական չեմ, չեմ պատկանում Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկին եւ ես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին եմ, ով պահանջելու է արդարություն։ Այն ինչի միջով անցել է Նիկոլ Փաշինյանը ու իր ընտանիքը, դա միայն Աստծուն է հայտնի։ Այն ինչի միջով անցել ենք մենք ու մեր ընտանիքները, դա էլ է միայն Աստծուն հայտնի։ Ու ես որևէ չաթլախ քյաչալի թույլ չեմ տալու մեր աշխատանքը զրոյացնել, կոնկրետ իմ աշխատանքը զրոյացնել, իմ հետևորդների աշխատանքը զրոյացնել։ Լսեցիր։ Լսեցիր դու ինձ ուշադիր։ Վահագնիկ, լսեցիր ուշադիր։ Իսկ հիմա անդրադառնամ Չաթլախ Դոտ Գագոին։ Գագո, Գեղարքունիքի մարզում, որտեղ որ ընտրակաշարք ես բաժանել, կզանգես քո 10 ովշիկներին ու կասես, որ այդ գյուղի քերոփը արդեն գյուղերի Նատալինա։ Գիտես խի, որովհետև Նատալին այդ գյուղերից ավելի շատ ընկերներ, հարազատներ ունի, քան քո մտածած մարդիկ, ասեմ իմանաս։ Այդ քո գյուղի ժողովուրդը ամեն մեկը մի հատ կլիչկա իր համար հորինել է, քերոփ է խաղում գյուղացու գլխին։ Պատկերացնում ես։ Զանգի իրանց ասա, այդ գեղերի քերոփը այլևս Նատալին է։ Ուշադիր ինձ լսի։ Տղավարի ասում էիր, որ հունիսի 8-ին նվերիկը լինելու է Հայաստանում։ Հունիսի 8-ն անցավ, ուր է նվերիկդ, այ Չաթլախ։ Ուր է նվերիկդ։ Տենում ես, որ դու անգամ տղամարդու խոսք պահել չգիտես։ Տղամարդու խոսքը քո համար զրո է, ոնց կասեին թուրքերը, սփր։ Հիմա էլ որոշել ես Ղարաբաղցիներին փող բաժաներով հանես առաջինգից, հələ թող մի հատ Ղարաբաղցի, բախտը փորձի, կաշառք վերցնի ու գա միտինգ։ Ես իմ բոլոր ընկերներին արդեն խնդրել եմ, ձեր բոլորին հերթով ֆիքսելու են ուղարկեն ինձ, տուն, տեղ, երեխա չի փրկվելու իմ ձեռքից։ Ես դա ձեզ անձամբ եմ խոսք տալիս։ Անգամ այս անգամ ձեր երեխեքը մազապուրց չեն լինելու։ Ղարաբաղցիների վրա ժողովրդի պահանջով կձևավորեմ մի հատ մեծ թիմ ու պահանջ, ձեր վրա կկտրեմ, ձեր 50,000 դրամներից սկսած, մինչև ցանկացած աջակցություն։ Լսեցիք ինձ, իմ երկրում մի հատ Ղարաբաղցի, փորձի միտինգ կազմակերպի, կաշառվի, չլվա իմ վարչապետի ոտերը ու ջուրը խմի, դուք տեսեք ես ձեզ ինչ եմ անելու։ Այս ընտրություններից հետո դուք խելոք Նատալի չեք տենալու։ Ոչ մեկդ մազապուրց չեք լինելու։ Այն Չաթլախ կտրիչին էլ ասեք թող պատրաստվի, որովհետև առաջինը ինքն է գալու առաջնագից։ Այդ ուրեմն խաչագողը, այդ մաֆիայի շահառուն 100% մազապուրց չի լինելու։ Հələ որ այսքանը։